Վիճակագրության համաձայն ամռան ամիսներին երեխաների ջրահեղձության դեպքերը ավելանում են, հիշեցնելով, որ դրանք հաճախ տեղի են ունենում շատ արագ եւ գրեթե անձայն, առողջապահության նախարարությունը ծնողներին եւ խնամակալներին հորդորում է առավել զգոն լինել եւ երեխաներին երբեք ջրամերձ տարածքում չթողնել առանց հսկողության։ Ջրահեղձության վտանգը մեծ է ոչ միայն գետերում, լճերում եւ լողավազաններում, այլև տնային պայմաններում։ Այդ իսկ պատճառով նախարարությունը զգուշացնում է ծնողներին կանխել երեխաների անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց ջրային տարածքներ եւ երեխային հսկելիս չզբաղվել ուշադրությունը շեղող այլ գործողություններով։ Հուլիսի 1-ից ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում եւ Առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության։ Նրանք խիստ վերահսկողություն են իրականացնելու ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման հասարակական կարգի եւ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցների շահագործման եւ փրկարարական բաճկոն չկրելու վրա։ Ակցիզային հարկը կբարձրացվի։ Նախագիծը 63 կողմ ձայնով ազգային ժողովում հաստատվել է։ Ըստ նախատեսվող փոփոխությունների թանկանալու են ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքն ու բենզինը։ Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացվելու է 7, տաքացվող ծխախոտինը յուրաքանչյուր տարի 30%-ով, էլեկտրոնային ծխախոտինը առաջին տարում 100, այնուհետև հաջորդող 2 տարիներին 25 եւ 20%-ով, նարգիլեինը առաջին տարում 40, այնուհետև հաջորդող 2 տարիներին 30%-ով։ Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, թույլատրելով որոշակի պայմաններով օրինականացնել նաև 2022 թվականից հետո կառուցված շինությունները։ Օրինականացվելու հնարավորություն են ունենալու հանրային կամ տնտեսական արժեք աշխատատեղեր ստեղծած հարկային պարտավորությունները կատարած այն կառույցները, որոնց քանդումը պետությանը ձեռնտու չէ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ բոլոր անհրաժեշտ գործողությունները, հաշվառումը եւ փաստաթղթերի ներկայացումը պետք է իրականացվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ողբերգական դեպք Արմավիրի մարզում։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին այսօր առավոտյան բախվել են Honda մոտոցիկլը ու VAZ-2107 մագնիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Վաղաշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։ Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։